Խաղաղություն ձեզ, սիրելի եղբայրներ, քույրեր, աղոթքից առաջ երկու տեղ եմ կարդում։ Դու առաջնորդում ես ինձ քո խորհրդով եւ վերջը փառքով կընդունես ինձ։ Ով ունեմ ես երկնքում եւ քեզանից ջոկ բան չեմ ուզում երկրի վրա։ Թեև մարմինս ու սիրտս մաշվին, Աստված հավիտյան իմ սրտի ուժն ու բաժինն է։ Ինձ համար բարի է, որ մոտենամ Աստծուն։ Իմ հույսը Տեր Աստծո վրա եմ դնում, որպեսզի քո բոլոր գործերը պատմեմ։ Սա մեր կողմն է, մարդու կողմը։ Հիմա լսենք Տերը ինչ է ասում։ Որովհետև նա ինձ ցանկացավ, եւ ես կփրկեմ նրան։ Տերը անհատապես ասում է ամեն անձի ու մեջ ընտրությունը, որոշումը հաստատուն է։ Կփրկեմ նրան, բարձր կանեմ նրան, որովհետև նա ճանաչում է իմ անունը։ Նա կկանչե դեպի ինձ եւ ես կլսեմ նրան, ես նրա հետ կլինեմ, նեղության մեջ կապրեսնեմ նրան եւ փառավոր կանեմ նրան։ Երկար օրերով կկշտացնեմ նրան ու իմ փրկությունը ցույց կտամ նրան։ Ամեն, ամեն։ Հայր մեր տերունական աղոթքով սկսում ենք մեր պաշտամունք այսօրվա։ Yeah.
Սիրեցիր ինձ Տեր, փրկեցիր հոգիս, մինչ թափառում է մեջ նանապատի, մոլորված գառնուկ, երկյուղը սրտիս, մատնված մահվան, մռայլ վիճակի, սիրեցիր ինձ Տեր, ես քեզ չսիրած, խոցված ձեռքերով, բուժեցիր վերքես, հովանուտներ քո, ես պատս պարված, կվայել եմ քո հոգին սիրակես, սիրեցիր ինձ Տեր, լույս տվիր հոգուս, տանը անջրակ, ուր խավարեր խոր, հեծեցում էի, մեղքի բերանտա, դու կյանք տվող լույս, եկար կյանքիս մեր, սիրեցիր ինձ Տեր, ես քեզ չսիրած, խոցված ձեռքերով, բուժեցիր վերքես, հովանուտներ քո, ես պատս պարված, կվայել եմ քո հոգին սիրակես, անտեղյակ էի, սիրուտ փրկարար, և հեռու խաչից, որի վրա գամված, դատապարտվածից, փրկության համար, դու հոժարական, պատարակվեցիր, սիրեցիր ինձ Տեր, ես քեզ չսիրած, խոցված ձեռքերով, բուժեցիր վերքես, հովանուտներ քո, ես պատս պարված, կվայել եմ քո հոգին սիրակես, սիրեցիր ինձ Տեր, ես քեզ չսիրած, խոցված ձեռքերով, բուժեցիր վերքես, հովանուտներ քո, ես պատս պարված, կվայել եմ քո հոգին սիրակես, կվայել եմ քո հոգին սիրակես։ Սիրելիներ Փարթեր Հիսուսին, սրտանց գոհություն Տիրոջ այսօրվա համար, որ այս տերունական օրը Տերը կամեցել է, որպեսզի մենք հավաքվենք իր երեսի առջև եւ բացենք մեր սրտերը, մեր
միտքը մեր հոգին ամբողջովին կարողանանք ընծայել Տիրոջը, սիրելի եղբայրքուրեր։ Տիրոջ ողորմությամբ սրտումս կա, սիրելիներ, մի մտքի վրայով խոսել, սա մեր բոլորին շատ հայտնի, այդպես ասած, հատվածը Սուրբ գրքում գրված, շատ անգամ կարդացված, շատ անգամ քարոզված, բայց միշտ թարմ է եւ երբեք չի հնանում, փառավորվի Տիրոջ անունը, սիրելիներ։ Գրված Ավետարան Մատթեոսի 7-րդ գլխի 12 համարը։ Ուստի ամեն ինչ որ կուզեք, որ մարդիկ ձեզի ընեն, դուք ալ անոնց այնպես արեք, քանզի այս օրենքը եւ մարգարեները։ Սիրելիներ, սա Աստուծո դրած օրենքն է եւ սա մի բանալի է, սա մի, այսպես ասած, աստիճան, այսպես կարելի ասել, սա մի կամուրջ է մարդուն Աստծուն մոտեցնելու։ Դրա համար այսպես է արտահայտված միտքը, ուստի ամեն ինչ որ կուզեք, որ մարդիկ ձեզի անեն, դուք ալ անոնց այնպես արեք։ Եղբայրներ քուրեր, մենք շատ անգամ ուզում ենք Աստվածաշնչից շատ բաներ իմանանք, շատ խորքեր, շատ հայտնություններ, շատ մարգարեություններ, այսինքն սա գալիս է մարդու հետաքրքրասիրությունից, մարդը կուզի շատ նորությունների տեղյակ լինի։ Բայց եթե մենք մի քիչ կենտրոնանանք այս ճշմարտության վրա, իրականում շատ բան իմանալն էլ օգուտ չի, որովհետև շատ բան իմանալը շատ հոգու տանջանք է մարդուն, ինչպես գրված է Սուրբ գրքում, բայց եթե կարողանանք իրականում անել այն դիմացինին, ինչ որ կուզենք դիմացինը մեզ անի, սա արդեն կարելի ասել իրականություն է, կատարելություն է եւ աստվածաճանաչողություն է, սիրելիներ։ Տեր օգնի մեզի, որովհետև սա աստվածային բնության հաղորդակից լինելու առաջարկ է Տեր Հիսուս Քրիստոսի խոսքն է, սիրելիներ, ուզում ես աստվածային բնությանը հաղորդ լինես, ուրեմն այս ճանապարհով պիտի մտնես։ Ինչպես գրված է Պետրոս առաքյալի թղթում, ասում է, կյանքի եւ աստվածպաշտության վերաբերյալ մեզ ամեն բաները տրված է, որ Աստված մեզ փառքով եւ առաքինությունով հրավիրեց, եւ ամենամեծ ու պատվական խոստումները տրված են մեզի, որոնցով մենք կարող ենք հաղորդ լինել աստվածային բնությանը, որպեսզի աշխարհում ցանկությունից առաջ եկած ապականությունը փախչենք։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը, սիրելիներ։ Սա մի դեղամիջոց է կարելի ասել նույնպես, սիրելիներ։ Ես դեղը պետք է ընդունի յուրաքանչյուր մարդ, ով որ իրան ճանաչում է, ով որ իրան, այսպես ասած, խոստովանում է որպես քրիստոնյա, Տերը օրհնյալ լինի, որտեղ կարող է մենք շատ բան իմանանք, շատ բան իմանալը դժվար չի, շատ բան իմացողը չի վերջում հանդիպելու Աստծուն Քրիստոսին, այլ այս իրականության մեջ գտնվողը, սիրելիներ, օրհնյալ լինի Տիրոջ անունը, որտեղ սա իրական Քրիստոսի կերպարանքն է։ Մենք տեսնում ենք, սիրելիներ, Սուրբ գրքում, նույն Մատթեոս ավետարանում Տեր Հիսուսը այսպիսի խոսք ասում 11-րդ գլխի վերջի համարներում։ Եկեք ինձի բոլոր հոգնած ու բեռնավորվածներ, 28 համարից եմ կարդում։ Եվ ես ձեզ պիտի հանգչեցնեմ, իմ լուծը ձեր վրա առեք ու ինձ մեզ սովորեք, որ հեզ եմ ու սրտով խոնար եւ ձեր անձերուն հանգստություն պիտի գտնեք, վասնզի իմ լուծս քաղցր է եւ իմ բեռս թեթև։ Եղբայրներ քուրեր, ես ուզում եմ, որպեսզի մենք կարողանանք ուշադրություն դարձնել հետեւյալ մտքի վրա։ Ինձնից սովորեք, որտեւ ես հեզ եմ եւ սրտով խոնար։ Չի ասում ինձնից սովորեք, որտեւ ես հրաշագործ եմ, կարամերելներին հարություն տամ,
Վերջապես շատ բաներ կարող եմ անել, ջրի վրայով քայլել, փոթորիկը հանդարտեցնել, 4 օրվա մեռածին գերեզմանից կանչել, դուրս անել։ Բայց ինձնից սովորեք, որտև ես հեզ եմ եւ սրտով խոնար։ Մի տեղել էսպես ասում սիրելին Տեր Հիսուսը, հետին օրում ասма շատերը կգան ու կասեն, Տեր, չէ որ մենք քո անով դևեր հանեցինք, հիվանդներ բուժեցինք, հրաշքներ գործեցինք, բայց Տերը ասում է, մեկդի կրա ինձանից, դու որ անօրենություն կգործես, ես քեզ չեմ ճանաչում։ Բայց հեզության խոնարհության մեջ ապրած մարդին, կասի ինձի եք, իմ հոր օրտնվածը, օրդյալ ինի Տիրոջ անունը, այսինքն մարդը կարող է հրաշքներ նշաներ գործի, բայց ընդհանրապես Քրիստոսի բնության հետ կապ չունենա։ Բայց հեզություն ու խոնարհություն հագած մարդը, դա իրական Քրիստոսի հաղորդ մարդն է, օրդյալ ինի Տիրոջ անունը։ Դրա համար Տերը այսպիսի սովորցնում է սիրելիներ, մեզի ավետարանը ընդունելու մեր մեջ, ինչ ես ուզում, որ մարդիկ քեզ անեն, որտև սիրելիներ, մարդը սովոր է դիմացինին օգտագործի, ծառայեցնի իր շահերին, բայց սովոր չի ինքը ծառայի դիմացինի շահին։ Դրա համար Տեր Հիսուս այս օրենքը դնում է սիրելիներ, եւ այս օրենքը անխախտելի օրենք է սիրելիներ, սա սրբության, ճշմարտության առաջնորդություն է սիրելի եղբայրներ եւ քույրեր։ Դրա համար Տերը թող պահի մեր սրտերը, մանավանդ մենք գիտենք հիմա ինչ ժամանակների մեջ ենք ապրում։ Հետին օրերում սիրելի եղբայրներ եւ քույրեր, ես ուզում եմ որ այս մասը իրար հետ եւ կարդանք, Պողոս առաքյալը շատ հստակ է այս բաները նշում։ Ուրեմն երկրորդ Տիմոթեոսի 3-րդ գլխի առաջի համարից եմ կարդում, սիրելի Աստծո ժողովուրդ, մեր զգուշության համար, որ ինչպես Պողոս առաքյալ իր ժամանակին զգուշացնում է եկեղեցուն, ասում է եւ այս գիծիր, որ վերջին օրերը չար ժամանակներ պիտի գան, վազի մարդիկ պիտի լինեն անձնասեր, արծաթասեր, ամբարտավան, հպարտ, հայոյիչ, ծնողներու անհազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուշկալ, դաժանաբարո, բարին չսիրող, մատնիչ, հանդուգն, գոռոզ, ավելի հեշտասեր, քան թե աստվածասեր, որոնք աստված պաշտության կերպարանքը ունին, բայց անոր զորությունը ուրացած են, եւ դու անոնց մեկ դիկեցիր։ Սա վերջին օրերի իրավիճակն է ներկայացնում սիրելներ 2000 տարի առաջ մոտավորապես, թե այսօր իրականությունը ինչ է լինելու, որի համար սիրելներ, իզնից սկսած մեզնից յուրաքանչյուրս իրականում լուրջ զգուշություն պիտի անենք մեր անձերի համար։ Որտեվ մարդիկ ասում են պիտի լինեն անձնասեր, արծաթասեր եւ շարունակությունը մենք տենում ենք, մենք կարդում ենք սիրելներ, ինչ է գրված Սուրբ գրքում։ Դրա համար Տերը թող զորացնի մեր սրտերը, որպեսզի մենք կարողանանք մեր մասին լուրջ հոգ տանելու, մտածելու, մեր քայլերը, մեր նիստուկացը, մեր վերաբերմունքը եւ այստեղ եւ այս պատերից դուրս, մեր կյանքում, մեր առօրյայում սիրելներ։ Մենք ավելի ումն ենք սիրում կամ ավելի ինչ ենք սիրում։ Սա պետք է մենք մեր մեջ կարողանանք որոշենք եւ կարողանանք ընտրություն կատարել։ Տերը թող զորացնի սիրելներ, որպեսզի հանգստություն գտնենք, որտեվ Տեր Հիսուսն ասեց. ինձնից սովորեք, որ հեզ եմ սրտով խոնար եւ ձեր անձերում հանգստություն կգտնեք։ Տերը թող փառավորվի եւ մեծարվի։ Մի անձնավորություն տարիներ առաջ այդպես խոսում էր, ասում է, ես գալիս եմ պաշտամունքին, ամբողջ պաշտամունքին ասում եմ Տեր ինձ ազատի ու վերջում այդպես էլ թողում եմ, այսինքն հանգստություն չեմ գտնում ես։
որովհետև մարդն ուզում է ինչից ազատվի։ Եթե ուզում ես դու քեզնից ազատվես, իրականում Աստված քեզ կազատի, սիրելի հոգի։ Եթե ուզում ես քո կողքինից ազատվես, Աստված թույլ կտա ավելի կողքինը այնքան տաշի, այնքան այսպես ասած նեղություն տա, մինչև որ դու համաձայնվես, որ քեզնից ազատվես։ Օրհնյալը Տերը թող զորացնի, որպեսզի մենք այդ իրական հանգստին գանք, այն իրական կերպարանքին գանք, Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի։ Մի այսպիսի պատմություն կա, սիրելներ, ասում մի ազնվորություն էթում է արծաթագործի մոտ։ Տենում է արծաթագործը, արծաթը հալցնում է, վերջը ինչ որ իրեր է սարքում։ Ասում է ինձ մի բան հետաքրքիր է, էլի, վարպետ, կարաս ասես, որ պահին ես հասկանում, որ այդ արծաթը հալվել է, արդեն իր ճիշտ տեղին է հասել։ Այսինքն, ասում է, ես այսպես եմ հասկանում, եւ որ այդ արծաթը հալվում է այն աստիճանի, որ ես արդեն իմ կերպարանքը դրա մեջ տեսնում եմ, ուրեմն ինքը պատրաստ է։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Նույնպես Տիրոջ հոգին Տերը փառավորվի կուզի, որպեսզի մենք էլ հալվենք, մաքրվենք այն աստիճանի, որ Տեր Հիսուս Քրիստոսը իրեն տեսնի իմ ու ձեր մեջ։ Թող Տիրոջ անունը փառավորվի, Տերը մեծարվի, ամեն։ دست خوشی
بدمم امرت پیروز باشی دگنم شی بخشا به خونه‌های پیروز دوی امر رهایه پادشاهی تهدایه شکر ترخای من وکی بهگ دادی من واسکی ارزاد چه موزو کسور پاکی نموزو این سیرده کس دباتسه وردو این تغ بنفس واسکی ارزاد چه موزو کسور پاکی نموزو این سیرده کس دباتسه وردو این تغ بنفس Թողերեմ պատվական եւ սուրբ անունը փառավորվի իմ սիրելի եղբայրներ եւ քույրեր։ Մենք բոլորս էլ, որ այստեղ նստած ենք եւ մեր նպատակի համար ենք եկել, որ երկրպագենք մեր Տեր Հիսուսին, որ հոր եւ սուրբ հոգու հետ մեկ են։ Այո։ Եվ մեր բոլորի նպատակն է Հիսուսի մասին շատ լսել։ Ավելի ասենք իր մասին մենք խորը կերպով լսենք ու ավելի ասենք մեր պատկերացումը ճիշտ եղնի, որ իրապես նա մեր ստեղծողն է, մեր արարիչն է, նաև մեր փրկիչն է, որ մեզ փրկել է մեղքից, որի վարձքը հավիտենական մահ է։ Ես կուզեմ մի քանի համարներ ընթերցենք ու աղոթենք, որ Աստված մեզ ավելի սեր, ավելի ասենք նվիրական կյանք տա, որ այս պանդխտության օրերի մեջ մենք մեր Տիրոջ հետ մեկ հոգի լինենք եւ մեր կյանքի մնացած մասն էլ նվիրենք։ Որից ինչքան որ Աստված կյանք է սահմանե, նվիրենք մեր Տիրոջը, որովհետեւ նա մեզ խոստացել է հավիտենական կյանք։ Այս կյանքի մեջ մեր հավատարմությունն ու հավատքը բերեվա մեր Տեր Հիսուսի հանդեպ, թե որ չափով ենք հավատում իրեն խոսքին եւ մեր իրապես հավատքը, որ կա մեր մեջ, մենք տեսնում ենք այդ գործը, մենք մեզ ստուգենք։ Ես ինձ ստուգեմ սիրելի եղբայրներ, քույրեր, ստուգել ձեզի։ Ես պես հասկանամ ու հասկացել եմ, ինչքան որ ավելի նվիրվենք, ինչքան որ իր մասին մտածենք, քիչ է։ Նա մեզի հավիտենական կյանք է տվել, ստեղծել է, որպեսզի իրեն հդաբրենք, բայց մենք մեր ժամանակը չպետք է ափսոսանք մեր ինչքերը, որովհետև նրանից բացի ուրիշ մեկ անձնավորություն չունենք։ Բոլոր մեր հարազատները սիրում, հարգում ենք, մենք իրանք էլ մեզի, բայց Հիսուսին չենք կրնա փոխարինել։ Իմ սիրելի եղբայրներս եւ քույրերս, ես չեմ ուզել շատ ընդարձակվեմ, որովհետև խոսքի մեջ Տեր Հիսուսը այդ ասենք Աննա Պետրոսին հարցրեց, որ Սիմոն Հովնանի որդի, դու ադոնցում ինձ ավելին գսիրես, մենք հնարավոր է Հիսուսին սիրենք, բայց բոլոր բաներից ավելին, նույնիսկ մեզնից ավելին, ես էլ որ ձեզ խոսում եմ, այդ բանը առաջին ինձի կվերաբերվի։ Եթե Հիսուսին սիրեմ, հավիտենական կյանք ունենամ, ինքն է այդ կյանքը, փառք Տիրոջը, եւ նույնը ամեն մեկը։ Եվ անցնեմ այս համարներ ընթերցելու, որ շատ կարևոր համար են ինձ եւ ցեզի համար, սիրելիներ։ Հովանու ավետարան 3-րդ գլուխ 31 համարը մինչև 36-ը մի քանի համարներ, 6 համարներ։
ան որ վերեն կուկա ամենեն վեր է ան որ երգրե է երգրավոր է ու երգրե գխոսի ան որ երգրեն երգնչեն կուկա ամենեն վերը դե պարզը համար է սերներ մենք կսենք համեմատում եմ մարդու մասին ու ասո որդու մասին տեսենք տես մարդը եթե մենակ երգրավոր բաներ գխոսի մեր եղբայրներ հիշեցրավ չէ բաճը եղբայրը մենակ երգրավոր բաներ գխոսի ուրան մեջը ասո բաները Քրիստոսի բաները չկա ինքն է պետք է զանազանը որ ինքը տարբեր է թե ինքը իր մեջը ասո խոսքերը կա ունի ասո խոսքով կաբրի ասո խոսքով գխոսի մարդկանց հետ կշփվի թե մենակ աշխարհային խոսքով հասկացանք Պողոս առաքյալն է լսեց հետանոս է պես հետանոս եղա բայց հետանոս չէի հերայի պես որպեսզի շահեմ բայց դե առանձին մի բան որ Տիրոջ իմաստությամբ կօգտագործե բայց որ ասենք իր մեջ աստվածային կյանք չկա ասո խոսքը չկա ասեք բացասական բան է շերներ դրա համար այստեղ համեմատում է Հիսուսի հետ եւ մարդու հետ թող Տերը օգնի որպեսզի մենք մեր Տիրոջը նմանվենք եւ շարունակենք հաջորդ ասում են ինչ որ տեսավ ու լսեց զայնքը վգայե ու անոր վգայությունը մեկը չընտունի այսինքն Հիսուսի համար գխոսի որ Հիսուսը հոր մոտ ապրում էր ինչ որ տեսավ ու վգայեց նա գխոսի վգայությունը ասո մասին արկայության մասին սիրելիներ եւ ասում է նրա վգայությունը մեկը չընտունի ով աշխարհային մարդիկ չեն ընդունի որոնք հավատ չունեն ձեզել է պատայե խոսացել ես եւ ինքը մի կերպ նայում է ու ինքը չի սիրում որ ասո խոսքը լսե որովհետեւ իր մեջը սեր չկա հավատ չկա սերներ բոլորի դել հնարավոր է պատահած լինի եւ այստեղ ասում է վասնզի անզոր Աստված գրկեց այստեղ ուրեմն այստեղ վասնզի այն որ անոր վգայությունը մեկը չընտունե եւ կնքես թե Աստված ճշմարիտ է վասնզի անզոր վասնզի անզոր Աստված գրկեց ասոյ խոսքերը գխոսի վասնզի Աստված անոր չափով չտվավ հոգին հայրը կսիրե որդին եւ ամեն բաներն անոր ձեռքը տված է ան որ որդվոյն կհավատա հավիտենական կյանք ունի եւ ան որ ասոյ որդվոյն չնազանդվիր անիկա կյանք պիտի չտեսնե հաբա ասոյ փառքությունը անոր վրա կմնա Սերներ թող Տիրոջ պատվական անունը փառավորվի շատ կարևոր համարեմ որ այստեղ ասում է ամեն բան Աստված իրեն որդու ձեռքը տվավ չէ երկրի վրա երկնքի մեջ մենք գիտենք առանց Հիսուսի մի բան չկա սիրելի եղբայրներ եւ քույրեր որովհետեւ երկրի վրա էլ Տերն ասավ առանց ինձ մի բան չեք կրնենը մենք Հիսուսին հուսալով է Հիսուսին հավատալով է Հիսուսին մեր մեջ ընդունելով է որ պետք է կարողանանք բարի գործեր գործել որոնք իրապես Աստծո մոտ իշադակվելու են ինչպես Կորնելիոսը Աստծուն գավադար Աստծո բարությանը Աստծո ամենակալությանը բայց Քրիստոսին ծանոթ չէր Աստված ծանոթացրա որ հասկացրա որ Քրիստոսն է քո մեջ դրե որտեվ ամեն բարի տուրք ու պարգև Քրիստոսի միջոցով Աստված պարգևած է մեզի Փառք Տիրոջը այստեղ շատ կարևոր է հնազանդությունը եղբայրներ ջան քույրեր ջան ես ձեզ հետ միասին մենք Աստծո խոսքին ծանոթ ենք ինչքան որ մեզի բացվել է բայց կարևոր է որ մենք հնազանդվենք Աստծո խոսքին մեր սիրելի Վաճիկ աղբերը հիշեցրավ Աստծո խոսքին Քրիստոսին հնազանդվել է պետք է խոնարհվենք ցանկանանք որ Քրիստոսի պես խոնարհություն ունենանք պետք է իրան մոտենանք խնդրենք որ Տեր ջան սովորցրա խոնարհություն սովորցրա հեզություն որ ես չբարդանամ դու հոր մոդն իջար վար խոնարհվար
մարդու կերպարանք հակար, մարմին արար, ցույց տվիր քո խոնարհությունը, Աստված լինելով մարդածար, ես հողածինս մարդ լինելով, ինչից վրա հաբարդանամ։ Իրապես մենք որ հələ մեր մտքի մեջ մտածենք, մի հատ նայենք, մեր ինչի վրա պետք է հաբարդանանք։ Մեր մարմինը հող է, հող պետք է դառնա։ Բայց որ Աստված մեզի կյանք է տվել, Աստված մեզի առողջություն է տվել, ասենք հնարավորություն է տվել, միտք է տվել, իմաստություն է տվել, ինչի համար է տվել։ Տվել է, որ մենք իրան սերը ընդունենք, իրեն ողորմությունը, փրկությունը, որ ինքը իրեն հոգով մեզի մգրդել է, ինչի համար է մգրդել, որպեսզի մենք Աստծուն պատկանենք, մեր հոգին հավիտենության մեջ իրեն հետ ապրի, իրեն հանգիստն ապրի, սիրելի եղբայրս եւ քույրս, հավատքը չենք որ ժամանակ անցկացնենք, մեկից համոզենք, մի քիչ լավ ազգան կերտանք։ Շատ պարզ է, գսե ով որ չի նազանդվի, անիկա կյանք պետք է չունենա, այսինքն ինչին պետք է նազանդվենք, ինչ պետք է անենք, որ հնազանդվենք։ Ուզենանք պետք է, ցանկանանք պետք է, խոնարհվենք պետք է, որ Տիրոջ նման լինենք, Տիրոջ պես խոնարհվենք, Տիրոջ պես հեզ լինենք, մենք մեր անձի վրա չվստահենք, չբարդանանք, թե մենք ամեն բան գիտեմ, ես սրանից լավ եմ, ինչ որ են փարեզեցին, չէ, լավ ինչ era։ Սա ես ես մաքսավորի պես չեմ։ Ես ծոմ կպայեմ, ողորմություն կուտամ, աղոթենեմ, իրան արտարության հուսած, Աստծո արտարությանը չուսած, մենք էլ որ այդ բոլոր բաները թեգուզ ենենք, իսեր Աստծո, իսեր Քրիստոսին, պետք է փառտանք Տեր ջան, շնորհակալ ենք, որ արժանցրեցիր, ես ես բարի գործներից է արժանցրեցիր, կրնա ես ի վիճակի չեղնեի, դու դրեցիր իմ մեջս, որտեղ գրված է բարի տուրքն ու պարքևները լուսո հորմից քիչն է, եղբայրներ ջան, քույրեր ջան, ես չեմ ուզել երկարացնել, այստեղ կարևոր մի բան կա, որ մենք բոլոր փառքերը պետք է վերագրենք մեր Տիրոջը, երբ որ Տիրոջը կվերագրենք Սուրբ երրորդության ու մենք հավատանք, որ Աստված մեզ է ստեղծել իրեն փառքի համար, Աստված չի թողնե, որ մենք տկարանանք, հբարդանանք, հեռանանք իրանից, որովհետև կորզանումից առաջ հբարդությունը կերտա, ինքնավստահություն, երբ որ մարդ իրան կվստահի, Տիրոջը չի վստահի, չի խոնարհվի, չի պատկերացնոր թեգուս, մի բառն բդիսե, եթե Աստված չկամենա, այդ բառը չի կրնա արդասանը, չի կրնա։ Մենք գիտենք, բանը Քանան, երբ որ բանը Հովանեսի հայրը, ասենք կասկածեց, չէ, հրիշտագնսա, որ չպետք է խոսեց, համեր պետք է մնաց ու համեր մնաց մինչև Հովանեսի ասենք անուն տնելը, Զաքարիայի մասին է խոսքը, եղբայրներ ջան, ինչ կուզեմ ասած եղնեմ, ամեն բան Աստծո ձեռքն է, եթե Աստված մեր ձեռքը մի բան տվել է, ուրեմն բարի նպատակի համար է տվել, չի թե որ այդ փառքը մենք գողանանք, այդ ասենք անունը մենք ասենք թե ես իմ անունս հրատարակեմ, մենք Տիրոջ փառքի համար պետք է ապրենք, Տիրոջ անունը մեծարելու համար պետք է ապրենք, Աստված մեզ իրեն փառքին հաղորդ կդարձնե։ Մենք Աստծո փառքը չպետք է գողանանք, իմ սիրելիներ, այստեղ հնազանդությունը շատ կարևոր է, որ մենք գիտենք, Հիսուս իրեն աշակերտներին զգուշացրավ, որ չուրախանան հրաշքներով, որ դևեր կհանեն, բժշկություններ կենեն, սա զգուշ կեցեք, չբարդանաք, ձեր անունը գրված է Աստծո կյանքի գրքի մեջ, Սատանան հբարդացավ, վար ընկավ, դուք չբարդանաք։ Հիմա փառք տանք պետք է Տիրոջը, իմ սիրելի եղբայրներ եւ քույրեր, ես ուղղակի կխնդրեմ ձեզնից, ինձ ճիշտ հասկացեք, այ մենք մեր հովիվ եղբայրներն էլ, դուք տեսնում եք ինչքան խոնարհ են, իրանց անձի վրա չեն հբարդանա, շատ եղբայրներ ունենք ստեղել Հայաստանում էլ, բայց իրանք ծառային, իրանք շատերը չեն երևան, այ կներեք իհարկե, ես չեմ ուզել երկար ժամանակ փորձեմ Սամվել եղբոր մասին, մենք համարյա թե նույն ժամանակի մեջ ենք ապաշխարել ժամանակաշրջանի,
ուսենք տիրոջմով միշտ եկեղեցու հետ կապված ենք եղել Սամվել եղբայրը, ասենք ավակ եղբայրներին հնազանդ ծառայության մեջ հես, հլու, խոնար, ոչ ասենք անկախ բաներ չէր, ինչ որ երել աստծմով եւ եղբայրներով։ Իրեն ասենք աշխատությունը մենք կտեսնենք Աստվածի հարգը մեզ էլ բոլորս կասկածն է, բայց Տերը իրան պատրաստեց վերցրավ։ Մենք բոլորս էլ ես մեր իմ ժամանակվա շրջանի եղբայրները հերթով գնում ենք Տիրոջ մոտ։ Հիմա կուզեմ ասած լինեմ, մենք էլ ձեզի օրինակ ծառայել ենք որոշ շապով, ես անարժան ըստկան ինձի չեմ գովա, վարամ եղբայրը գիտե էլի, մեր ընդհանուր եղբայրներով մենք աշխատել ենք, որ սեր ու միաբանություն պաշտպանենք, տկարություններ ունեցել ենք եւ ամենակարևորը մեր նպատակն եղե որ միասին լինենք, սիրենք իրար եւ այդ սերը մեզ Աստվածը տվե։ Աշխարհի մեջ մարդիկ կան արյունակից հարազատներ, մեծնողից ծնված շատ երեխաներ կան չեն սիրել, բայց Աստծո որդիները սիրելով հավատում են, որ երկնքում իրար հետ պետք է ապրեն։ Սա մի կարևոր բան է, որ մենք պետք է պատկերացնենք, որ առաջին հերթին Տիրոջ վախն ունենանք, հնազանդվենք Տիրոջը, իրար սիրենք, ինչ ծառայություն, ինչ որ շնորհք տվել է Աստված մեզ օգտագործենք մարդկանց, ասենք տալու, սեր տալու մարդկանց, օրհնություն տալու, համ տալու, հոտ տալու մարդկանց։ Ես ասենք կոնկրետ կսեմ, բայց թե վերաբերմունքներն են դիք։ Բոլորս էլ ունենք դրա կարիքը, եղբայրներ ջան, քույրեր ջան, ճիշտ կսեմ ձեզի, անկեղծությամբ կխոսեմ։ Եթե մենք համարենք թե սկան տարի ծառայել ենք, եկան բարիկներ ենք երել, մենք արդեն այսպես ոնց որ մեզի արձակուրդ կրենք։ Մենք պետք է չդադարենք աղոթներից, շնորհակալություն հայտնելուց Աստծո բոլոր ողորմությունների համար։ Ամեն օր հատուկ ողորմություններ կենե մեզի, ամեն օր գտություններ, ամեն օր մեզի գները, սիրե, հնարավորություն կուտա, որ մենք հասունանանք, հասնենք Քրիստոսի հասակի չափը, մարդկանց սիրելու, մարդկանց ներելու, մարդկանց համար հոգ տալու, հոգ տանելու համար։ Հարկ Տիրոջը, Տերը բոլորի դորքն է, ուղղակի մենք մեր Սամվել եղբոր համար էլ ասենք ցավ կաբրենք ճիշտ է, մեզանից բաժանվավ, բայց ավելի լավ տեղ կերտա, Տիրոջ մոտը, կերտա, որպեսզի իրեն հավիտենական հանգիստը մտնի։ Ուրեմն ես աղոթ կուզեմ մենեմ Վարամ եղբայր ջան, նախ խնդրենք Տիրոջը, որ մեզի տա այդ հեզությունն ու խոնարհությունը, որովհետև բաչիկ եղբայրներ խոսեց, որ մենք Տիրոջ նմանվենք խոնարհության մեջ, հեզության մեջ, ու մեր խոնարհությունը Աստծուն փառք բերե ու միմյանց օգտակար լինի։ Օրինակ եմ ասում, ես եթե եղբայրներին սիրեմ ու հարյեմ խոնարհ եղնեմ, իրանց հեզ եղնեմ, խոնձի չեն ադե, ավելի լավ, իրանք կսեն որ տես մեր կարապետ եղբայրը սկան տարիք ունի, էլի ինքը խոնարհ է։ Մենք էլ իրան նայենք, էլի շատ է մենք ջայել ենք, լավ բաները կհիշենք կամ թե կրնանք հմի ամեն բան ենք, ինքը չի կրնա, բայց ինքը ցույց կտա։ Կուզեմ ասած լինեմ, ես շատ կարևոր է մենք նայենք լավը ընտրենք, լավ անենք սիրելիներ։ Աղոթենք պետք է խնդրենք մեր սիրելի ասենք եղբոր ընտանիքի համար էլ Սամվել եղբոր ընտանիքի քույրի երեխաների համար ինչի՞ չէ որ Հայաստանում գտնվող մեր Պավել եղբոր, Մամիկոն եղբոր, այստեղ Վարամ եղբոր համար էլ ինքը շատ կսիրե Սամվելին, Վարամ եղբորը շատ կսիրե։ Ինքը ես ոչ թե ինչ որ կսեմ որ բան անկեղծությամբ կսեմ։ Հին եղբայրները փառքաս օրինակ են։ Հարթանք, խնդրենք Աստծո ողորմություն որ մեզի կապե իրեն սիրո չավաներով, անբաժան ապրելու, երկնքի օրեր ապրելու, Հիսուսի համար ապրելու համար։
Ուզում եմ կարդամ Ղուկասի ավետարանի 15-րդ գլխի 28 համարից։ Իսկ ինքը բարկացավ ու չէր ուզեր ներս մտնել։ Ուստի իր հայրը դուրս ելավ կաղաչերանոր։ Անիկա պատասխան տալով ըսավ հորը. Ահա, այսչափ տարի է, որ քեզի կծառայեմ ու բնավ քու խոսքեդ դուրս չելա ու ինձի երբեք ուրմը չտվիր, որ իմ բարեկամներուս հետ ուրախություն ունեի։ Բայց երբ եկավ այդ քու որդիդ, որ քու ստացվածքդ անառակների հետ կերավ, անոր մորթեցիր պարարտ զվարակը։ Եվ հայրը սավանոր, որդյակ, դու միշտ ինձի հետ ես, ու իմ բոլոր ունեցածս քու կտե, սակայն պետք է ուրախը լալ և խնդալ, վասնզի այս քու եղբայրդ մեռած էր ու ողջացավ, գործված էր ու գտնվեցավ։ Թող Հիսուսի անունը փառավորվի։ Ես ուզում եմ ասմունքի միջոցով ավագ որդու ներքնաշխարհը ներկայացնել։ Ինչ էր կատարվում այդ անձնավորության հետ, որ իր եղբոր վերադարձի ժամանակ ինքը ուրախություն չապրեց։ Ընդհակառակը ատելություն մտավ իր սրտի մեջ եւ կարդում ենք, որ ինչ որ մի ուլ այդ պահին այդ անձնավորության համար ավելի թանկ էր, քան իր հարազատ եղբայրը։ Թող Աստծո անունը փառավորվի։ Ավագ որդին։ Թվում է, թե հեշտ է հասնել բարձր դիրքի, ծառաներից արժանանալ պատվի, փառքի, հորօջախում լինել համար առաջինը, բարձր պահել միշտ սեփական անձիգինը։ Այսուհանդերձ պետք է լինել լուրջ ու ծպտյալ, գաղտնի պահել նաև աշխարհը ողջ ներքին։ Պետք է լինել խորհրդավոր, լուռ ու մռայլ, խոնարհության դիմակ հագնել, հպարտության գոռոզ դեմքին։ Պետք է նաև հոր խոսքերը թղթին գրել եւ զգեստի քղանցքներին ճակատին ու թևքին կրել։ Պետք է նայել հոր բերանին անթարթ ու երկյուղալի, բայց ունկնդրել սրտի երգին մարմնավոր ու դուրալի։ Հրապարակը շատ հարմար վայր է աղոթքի։ Կրոնավոր մասը կյանքի պետք է անշուշտ ի ցույց դնել, իսկ պատվանդանը հարգանքի մամոնայով, հնչեղ փողով պետք է գնել։ Այս աշխարհում պետք է լինել եւ իմաստուն, ոմանք խորամանկ են անվանում այս տեսակ ժիր հմուտ մարդուն։ Պետք է նաև հարուստի մոտ սուսիկ լռել, սակայն աղքատի դատը կարելի է նաև ծռել։ Պետք է դնել անտանելի ծանր բեռներ մարդկանց ուսին, բայց չհոգալ, չմտածել նրանց մասին։ Մարդկանց աչքի փուշն ու շուղը պետք է հանել, իսկ սեփական աչքի ճյուղը հսկայական անտես անել։ Ընթրիքներին զբաղեցնել միշտ բազմոցներ առաջին, միշտ առաջին աթոռները ժողովներին, արձագանքել մարդկանց ռաբի կանչին, բարևներին, ողջույններին, շուկաներում։ Ես կասեի հեշտ չէ հասնել բարձր դիրքի եւ կբերեմ մի օրինակ եղելություն հենց իմ կյանքից, թե ոնց եղբայրս անառակ ինձ դարձրեց մեր հարուստան տղան միակ, ոնց նա լքեց մեր հոր տունը, վարկաբեկեց, խայտարակեց իր անունը, ժառանգությունն իր ստացած իր հետ տարավ եւ մեղավոր մարդկանց վրա ստացվածքը վատնեց, կերավ։ Տարբերվում էր նա ինձանից ամեն բանում, սկսած իր վաղ տարիքից նրան ես չէի հավանում։
Երբ խնդիր էր առաջանում, հարց էր տալիս։ Պարապ անպտուղ գործերին մոտ չէր գալիս։ Երբ մեր հայրը պատվիրում էր գործի գնալ, նա մերժում էր, սակայն հետո անմիջապես էլ փոշմանում, իսկ ես երբեք չեմ էլ փորձել հորս խոսքին հակառակվել, սակայն անկեղծ մեր մեջ ասած, նրա կամքը չեմ կատարել։ Կարելի է մեղմ խոսքերով դիմացինին շողոքորթել, փաղաքշել, սիրաշահել, մեծարել ու հաճոյանալ, արգելքները, խութն ու խոչը խոսքով հարթել, անխոչնդոտ վեր մագլցել, բարձր դիրքին հուշ տիրանալ, ծառաներին ծեծել, ծաղրել, հալացել ու զվարճանալ, արբեցողների հետ միասին ուտել, խմել ու հարբենալ, բայց հոր աչքից սուր անաչար, ծածուկ պահել այդ ամենը եւ երևալ նրա աչքին սուրբ եւ արդար ընդամենը։ Բայց եղբայրս մելամաղձոտ ինձնից չուներ ոչ մի նշույլ։ Գոտրած հոգի էր նրա մոտ։ Զգայուն էր եւ շատ էր թույլ։ Քաղցած էր եւ ծարավ էր արդարության։ Իր սեփական շահը թողած նվիրվել էր ողորմության։ Այս աշխարհում լայն ու առատ, հոգին աղքատ, սիրտը մաքուր։ Կարծում եմ, որ հորս լավ եմ ես ճանաչել։ Եվ նրա խիստ բնության մոտ երբեք էլ չեմ ուզում ամաչել։ Այս աշխարհը երևացող նա ոչնչից է արարել եւ հնձում է միայն այնտեղ, որտեղ ոչինչ էլ չի ցանել։ Գիտեմ, պանիրը անվճար դնում են մկան թակարդին, իսկ քանքարը հորս տված օգուտ չի տա ինպես մարդին։ Անմիջապես գանձը անգին թաղեցի սև հողի մեջ, որոշեցի ծածուկ պահել այդ քանքարը ես մինչև վերջ, եւ երբ որ գա արդեն ժամը փոխհատուցման, հորս տված այդ քանքարը ես հայտնապես իրեն կտամ։ Ես կարող եմ իմ վաստակով ապրել այսպես, իսկ քանքարն այդ ես կհանեմ, հորս կասեմ, առ, քոնը քեզ։ Չէ, քանքարն ինձ պետք չէ բնավ։ Ինձ հերիք է մի փոքրիկ ուլ։ Չեմ պահանջել ես իմ հորից ոչ մատանի, ոչ շոր, ոչ ցուլ, եւ չեմ ուզում իմ սեփական փողը խարճել։ Միթե զուր եմ այսքան տարի հորս տանը ես ինձ տանջել։ Ուլն ինչ է որ, թող տա տանեմ, մորթը հանեմ, բարեկամներիս հետ միասին տնից հեռու լավ քեֆ հանեմ։ Հորս արտից ահա գնում եմ հորս տուն, թաքցրել եմ իմ քանքարը խոր հողի մեջ հենց այդ արտում։ Ինքն իրեն հետ լուր խոսելով մոտեցել էր արդեն տանը, բայց կանգ առավ շանթահարված։ Չհասկացավ ինչն է բանը, նա լսում էր ձայներ օտար, որ չէր լսել արդեն վաղուց, ձայներ երգի, ուրախության, ձայներ, որ չէր սիրել մանկուց, եղբոր հեռանալուց ի վեր, հոր տանը նա երգ չէր լսել, ծառաներից մեկին կանչեց ու սկսեց հարցաքննել։ Ծառան պատմեց. Կորած եղբայրդ հայտնվեց, ցեխոտ, մրոտ, իսպար հյուծված, լաթերի մեջ պատառոտված, հայրդ տեսավ, գութը շարժվեց, վազեց, գրկեց ու համբուրեց, արժանի չեմ որդիդ կոչվեմ, ծառատ լինեմ, տղան ասեց, սակայն լաթերը հանեցին, մարմինը կեղտից լվացին, պատմուճանը հագցրեցին, մատանին մատը դրեցին, հագցրեցին նոր կոշիկներ իր ոտքերին, հայրդ կանչել է բոլորին, թե կաղերին, թե կույրերին, եւ մորթեցին հատուկ պահած ձեր տան պարարտ զվարակը, հրավերք է համընդհանուր, այսպիսին է օրակարգը։ Դրսում արև կապույտ երկինք, հոգու ներսում ցուրտ ու խավար։ Դրսում ձայներ ուրախության, ներսում հուր էատելության ու նախանձի կրակ անմար։
ամպուվորոտ, շանտ, փոթորիկ, տարերային հզոր աղետ, գահը շարժվեց և սիրասուն, եսը հպարտ, գահը վիժեց իր գահի հետ։ Ավագ որդին հանկարծ զգաց իրեն լքված, իսպար անտես։ Արցունքները հավաքվեցին կոկորդի մեջ, չոր քարի պես, բարձր դիրքը իր փայփայած, հանկարծակին ամոռացավ և իր աչքին ծառայի մոտ նա մեր մտավ ու փոքրացավ։ Հայրը եկավ, թախանձանքով հորդորում էր ավագ որդուն, որ անհապաղ գա, միանա, ուրախությամբ մտնի իր տուն, սակայն որդին կայծակի պես հանկարծ պայթեց։ Տանը ապրած տարիները և կատարած իր գործերը հոր երեսին նա շպրտեց։ Խոսեց իր մեծ դիրքի մասին, որ գոնե մի ուլ հայրը տար, բարեկամների հետ միասին գնար, ուտեր, ուրախանար, հիշեց նրա որդուն անառակ և պահանջեց արդարություն, թե ոնց կարող է իր հարկի տակ հայրը տեղ տա նման մարդուն։ Խոր թախիծով, արցունքն աչքին, պատասխանեց հայրը բարի։ Լսիր, որդի, դու ինձ մոտ ես և իմ տան մեջ այսքան տարի սակայն ավաղ չես հասկացել, ինչ որ իմն է, քոնն է նաև, շոր ու կոշիկ, ես, մատանի, արդ ու այգի, երկիր, արև, բայց ամենից թանկ ես եղբայր եմ քեզ նվիրել, որ սովորես հաղորդ լինել և հոր նման նրան սիրել։ Հիմա պետք էր ուրախանալ, որ եղբայրդ վերադարձավ, որ կորած էր ու գտնվեց, որ մեռած էր ու ողջացավ։ Գիրքն ասում է. ես գրեցի ձեզ որդիներ, որ դուք հորը ճանաչեցիք։ Հայրեր, ձեզ էլ ես գրեցի, ճանաչեցիք անսկզբին անվախճանին, որդու ձգտումը կատարյալ պետք է լինի միմիայն այն, որ դառնա հայր, եթե որդին հայր չդառնա, անաչառ ու անպատճառ սեր չի ունենա։ Եթե չունես դու նպատակ հայր դառնալու, դու կդառնաս ընդամենը ավագ որդի։ Թող Տիրոջ անունը փառավորվի, որ բոլորիս ձգտումը լինի հոր սեր, հոր հոգի, հոր դառնալու ձգտում ունենալը։ Ամեն։ Փառք Քրիստոս։ Մեղքի մեջ մեռած ընկածիս հարություն տվեցի, թշնամացած խավարածիս անսահման սիրեցի, սուրբ արյունը թափեցիր իմ մեղքերի համար, մաքուր բես հագցրեցիր հարության իմ Տերս, Սուրբ արյունը թափեցիր իմ մեղքերի համար, մաքուր բես հագցրեցիր հարության իմ Տերս, եթե Արարատ սուրբ լեռը նժարին դնեի, իմ մեղքը ծանր կլիներ դրված մյուս նժարի, Սուրբ արյունը թափեցիր իմ մեղքերի համար,
մաքուր բեհես հագցրեցի հարուցյալ իմ Տերը Սուրբ արյունը թափեցի իմ մեղքերի համար մաքուր բեհես հագցրեցի հարուցյալ իմ Տերը Եթե ողջ ջրերն աշխարհի դառնային սև թանակ Բավական չէր լինի գրել մեղքերն իմ անհամար Սուրբ արյունովդ քավեցիր բազմաթիվ մեղքերս Ջերմակ բեհես հագցրեցիր հարուցյալ իմ Տերս Սուրբ արյունովդ քավեցիր բազմաթիվ մեղքերս մաքուր բեհես հագցրեցիր հարուցյալ իմ Տերս Վիրավորված հյուծված ճամփին դեռ քեզնից շատ հեռու գթացիր վազեցիր հայրին քո գիրքն ինձ առնելու պատմուճան կոշիկ հագցրիր մորթեցիր գերհորդի մատանին մատից դրեցիր կոչեցիր քո որդին Պատմուճան կոշիկ հագցրիր, մորթեցիր գերհորդի, մատանիդ մատից դրեցիր, կոչեցիր քո որդին, Սուրբ արյունովդ քավեցիր, անհամար մեղքերս, արդարությունդ հագցրիր, հարուցյալ իմ Տերս, Սուրբ արյունովդ քավեցիր, անհամար մեղքերս, արդարությունդ հագցրիր, հարուցյալ իմ Տերս։ Աստված օրհնի։ Սրտի խորքից ասեմ Փարքտիրոջ ժողովուրդ ջան, օրհնյալ է մեր Աստված իր առած սիրով, ողորմությամբ, որ մեզ կրկին անգամ արժանի արեց իրար հետ բոլորս միասին այս սուրբ վայրը գալ եւ մեկս մեկիս հորդորել, խրատել, սովորեցնել եւ Տիրոջը փառավորել։ Սիրելի հարազատներ, քույրեր եւ եղբայրներ, մեր երկրավոր կյանքի մեջ մեր պարտականությունն է, որ մենք կարողանանք մեր ստեղծող Աստծուն ճանաչենք, նրան երկրպագենք, նրա պատվիրանները պահենք, որովհետև ամենքս կանգնելու ենք իր առաջ եւ մեր արած բոլոր բարի թե չար գործերի համար մենք հաշիվ պիտի տանք։ Դրա համար սիրելիներս, մենք պետք է մեր կյանքում, քանի ժամանակ ունենք մեր ձեռքում, մենք պետք է խնդրենք Տիրոջը, փնտրենք իր երեսը, գտնենք իրան եւ աշտենք նրան եւ ապրենք իր հետ։ Ով որ Քրիստոս ունի իր կյանքում, իր մեջ կյանք ունի, մենք պետք է փնտրենք, մենք պետք է խնդրենք, մենք պետք է ունենանք այդ ցանկությունը։ Սիրելի քույրեր, եղբայրներ, Աստծո թագավորությունը այս երկրի վրայի ուտել խմելիք չէ, հագնել կապելիք չէ, այս փառք վայելել չէ, որ մենք այս երկրի վրա ուզենանք մեր կյանքը ինչ որ մեր մարդկային ձևերով առաջնորդենք, ապրենք։ Դրա համար Սուրբ Գիրքը ասում է. թող ամեն մարդ Տիրոջ երեսը փնտրի, ուստի կսեմ ձեզի հոգմի ընեք, հոգմի ընեք ձեր կյանքի համար, ձեր ուտելու խմելու համար։ Աստված ուզում է, որ մեր հոգսը, մեր բոլոր նպատակն ու ծրագիրը մենք դնենք Աստծո վրա, որովհետև Աստծո խոսքը մեզ ուղեկցում է դեպի Քրիստոս ճանաչել ու Քրիստոս գտնել։ 6-րդ գլխի 33 խոսքում Մատթեոս ավետարանի Սուրբ Գիրքը ասում է.
Բայց առաջ խնդրեք Աստծո թագավորությունը ու անոր արտարությունը ու այդ բոլոր բաները ձեզի պիտի տրվի։ Այսինքն Աստված ուզում է, որ մենք խնդրենք երկնքի թագավորություն։ Սիրելիներս, այս երկրի վրա կյանքի գին ոչ մեկը չի կարող վճարել։ Ոչինչով չես կարող վճարել քո կյանքի գինը։ Մարդիկ հիվանդանում են, մարդիկ ցավից տառապում են, մարդիկ անբուժելի հիվանդություններով ապրում են եւ հեռանում են այս կյանքից։ Նրանք պատրաստ են ամեն ինչ տալու։ Բայց կյանքը միայն Քրիստոսի մեջ է։ Եթե այս երկրի վրա չգտնենք, մենք այնտեղ հնարավորություն չենք ունենա, որովհետև մահվանից հետո, եթե հիմա քանի ողջ ենք, չգտնենք, մահվանից հետո մեզի ժամանակ չի տրվի փնտրելու։ Մենք պետք է կանգնենք իր առաջ, արդեն գտած, սիրելի եղբայրներս եւ քույրերս, Աստծո նպատակը մեկ է, որ մենք կարողանանք իր ճշմարտության մեջ քայլենք, իր ճշմարտությունը մեզ ազատ անի մեր մարդկային հին բնությունից, էությունից, դարձիկանք, եղբայրները ասացին, ինձ նմանվեք, որ հեզ եմ եւ սրտով խոնար։ Նա ընդամենը եկել էր այդ բանի համար եւ ուզում է, որ մենք ամենքս հասկանանք, մեր ժամանակավոր կյանքն էլ տրված է մեզի, որ մենք իր նման կարողանանք հեզ եւ խոնար լինենք, կարողանանք մեր անձերը տնենք, ինքը Աստված լինելով իրան Աստծուն հավասար չհամարեց, այլ իր կյանքը ունայնացրեց, ծառայի կերպարանք ընդունեց, խաչի հանձն առավ, որ ես եւ դու սիրելի հոգի, որ մենք բոլորս այստեղ գտնվածներս եւ ամեն լսողը հավատա, որ կյանքը Քրիստոսի մեջն է։ Կյանքը Քրիստոսի մեջն է։ Տեր Հիսուսը մի առակի մասին ես ուզում եմ երկու համար կարդամ, հետո Տերը թող օրհնի, որ մեզի բացվի այս ճշմարտությունը։ Դարձյալ երկնքի թագավորությունը արտի մեջ պահված գանձի նման է, որ մարդը գտնելով կծածկե ու ուրախությունեն կերտա, բոլոր ունեցվածքը կծախե ու այն արտը կգնե։ Սիրելիներս, երկնքի թագավորությունը Տեր Հիսուսը նմանեցնում է մի մարդու, որ ման է գալիս, ստե մի դարձված կելկա նորից երկնքի թագավորության մասին, մի վաճառական մարդը նման է, որ գեղեցիկ մարգարիտը կփնտրե, պատվական մարգարիտը գտնելով գնաց իր բոլոր ունեցածը ծախեց ու զանիկա գնեց։ Սիրելիներս, Աստված մեզ ասում է, այդ մարգարիտը մեզ պետք է գտնել։ Այսօր մենք գտել ենք, հետաքրքիր է մեր կյանքի մնացած օրերի մեջ մեր ամբողջ ունեցվածքը պատրաստ ենք ծախելու, ամեն ինչը ծախելու ու այդ գանձը ունենալու մեր սրտի մեջ։ Սիրելիներս, այս առևտրական մարդ էր, ինքը վաճառական էր, ինքը գիտեր, որ այդ մարգարիտը շատ թանկարժեք է, ինքը դրանով կարող է շատ բաներ վաստակել, ինքը բոլոր բաները ծախեց։ Այսօր կյանքում մեր այս երկրի վրա ապրած կյանքում մենք բոլորս ցկտում ենք երկար ապրել, լավ ապրել, ունենալ, անհոգ լինել, ունենալ ամեն ինչը, բայց դրանք չէ ուրախությունը։ Մեր ուրախությունը, որ մենք կարողանանք այդ ամեն ինչը Պողոսի նման աղբ համարել, ինչպես Պողոսը ասեց, այն ինչ որ ինձի շահեր աղբ համարեցի ու չեմ էլ ափսոսում, որովհետև ինքը գտել էր մի գանձ, մի թանկարժեք մարգարիտ էր գտել, ինքը ուզում էր իր սրտի մեջ պահել, դրա համար Ֆիլիպեցիներից մեջ ասում է, նպատակի կետը նայելով վերի կոչումի մրցանակին կվազեմ, որ մեր Տեր Հիսուս Քրիստոս շահեմ ու նրա հարությանը արժանի լինեմ։ Մեզ պետք է, որ մեր սրտի մեջ, մեր կյանքի մեջ ունենանք Քրիստոս, ապրենք իր հետ, քայլենք իր հետ, սիրելի հոգի, եթե այսօր ինչ-որ միտեղ կարծում ես, թե Աստված քեզ թողել է, մի խաբվի, Աստված երբեք ոչ մեկին չի թողնում, ոչ մեկին չի թողնում, եթե դու կարծում ես, թե ինքը քեզի թողել է,
հավատա, ինքը այդ պահին քո տկար վիճակի մեջ, քո թույլ վիճակի մեջ ինքը քեզ իր գիրկն է առել։ Մի մոռացի, որ ինքը քեզի թողել է։ Հիշիր, որ ինքը ասեց, ձեր հայրն ու մայրը կթողեն ձեզի, բայց ես ձեզ երբեք չեմ թողնա։ Նա մեզ հետ է, նա խոստացել է, այստեղ մնացել է մերը, որ մենք հավատանք, իրոք է, ճիշտ է Աստծո խոսքը այո եւ ամեն է, ինքը ոչ մեկից չի թողնում եւ ինքը ուզում է, որ մեր սրտերը փոխվի, մաքրվի, մենք դառնանք այնպես, ինչպես ինքն է ուզում, խոնար հետ սրտով իրան պաշտենք ու երկրպագենք։ Սիրելի քույրեր, եղբայրներ, Աստծո նպատակը մեկն է, որ այն ժողովուրդը, որ Աստծո ձեռքերի մեջ է հանձնված, Աստված երբեք չի թողնի, ինչպես Հովհաննեսի 13-ում գրված է, որ գրված է իրան սիրեց այնպես, մինչև վերջը սիրեց։ Ովքեր որ իրեն էին տրված, ասում է սիրեց մինչև վերջ։ Այսինքն նրա սերը ճանապարհին չի վերջանում, նրա սերը ճանապարհին չի փոխվում, նրա գութը մարդու վրա չի վերցվում, որովհետև ինքը մինչև վերջ է սիրելու։ Միայն թե այդ սիրո մեջ մնալու համար հավատք է պետք։ Դու պետք է հավատաս, որ ինքը քեզի շատ է սիրում, եւ քո անձը կարողանաս կենթանի զոհ մատուցանես, ինչպես Պողոս առաքյալն է ասում, որ մեր ժամանակավոր կյանքի մեջ կարողանանք մեր անձերը կենթանի զոհ մատուցանենք Տիրոջը, պաշտենք նրան ու երկրպագենք։ Թող Աստված փառավորվի։ Մարկոս ավետարանի առաջի գլխի 15-րդ խոսքը ուզում եմ կարդեմ, եւ կսե, թե ժամանակը լրացել է եւ Աստծո թագավորությունը մոտեցած է, ապաշխարեք ու ավետարանին հավատացեք, որովհետև ժամանակը մոտ է։ Մենք երկրի վրա ապրենք, ինչպես Սաղմոսներում ասում է, մեր տարիները 60, 70 կամ զորությունով 80 լինեն, թեկուզ ավելել ապրենք, դրանք հավիտենության թեմ մի ակնթարթ է, մի աչք գոցելու, փակելու, բացելու ժամանակ է։ Դա ժամանակ չի, ընդամենը այդ հնարավորությունը տրվել է, որ մարդը կարողանա ճանաչի իր ստեղծողին, կարողանա գտնի այդ թանկ մարգարիտը, այդ գանձը գտնի ու իր սրտի մեջը թանկ պահի եւ մի կմոռանա, որ դու գանձ եք գտե, մի գանձ եք գտե, որ այդ գանձը ձեզ հավիտենություն է տանելու եւ դուք ապրելու եք հավիտյանս հավիտենից։ Ընդամենը մենք այստեղ դրա համար ենք երկրի վրա, որ մեր ստեղծողին ճանաչենք։ Պետք է մեր պանդխտության օրերը Աստծո սիրո վախով ապրենք, Աստծո սերը, որովհետև Սուրբ գրքում գրված է Աստծո սերը կյանքի սկիզբն է, Աստծո սերն է մեզ առաջնորդում, իր սերն է, որ մեզ հավիտենության է կանչե, փրկության է կանչե, կյանքի է բերե։ Մենք պետք է իրան մեր սրտերի մեջ թանկ պահենք, մենք պետք է կարողանանք ծածկենք, մեր ամեն ինչը ծախենք, այն ինչ որ մեզի խանգարում է այդ գանձը գտնելու, դրանցից հրաժարվենք, դրանք տանք ամեն ինչ որ հնարավոր է, եթե պետք է քո անձն էլ պիտի տաս, որպեսզի կյանք ունենաս։ Սուրբ Գիրքը մեզ դրա համար կանչում է դեպի փրկության, սրբության, արդարության, որ Աստված մեր կյանքում փառավորվի։ Ես մի համար էլ կկարդամ, սիրելի քույրեր, եղբայրներ, 17-րդ գլխի Ղուկաս ավետարանի 20-րդ խոսքից, 17-րդ գլխի 20-րդ խոսքից։ Ու երբ փարիսեցիները իրեն հարցուն, թե Աստծո թագավորությունը երբ պիտի գա, պատասխան տվավ անոնց ու սավ, Աստծո թագավորը դրսևանց երևծած բաներով չի գա, ու պիտի չսեն, թե ահա հոս է կամ ահա հուն է, վասնզի ահա Աստծո թագավորությունը ձեր ներսդին է, մեր ներսդին պիտի լինի Աստծո թագավորությունը, մենք ուրիշ տեղ ման չկանք, մենք ուրիշ տեղի չենք կարող գտնել, մենք որ այստեղ եկել ենք, բոլորս հասկանում ենք, որ մեր հավաքած
հավաքվածի մեջ Տիրոջ խոսքի համաձայն ասեց որտեղ 2-3 հոգի իմ անունով հավաքվեք ես այնտեղ եմ ձեր մեջ եմ դուք հիմա գտել եք Հիսուսին վար պահեք ձեր սրտերի մեջ ձեր ներսդին պիտի լինի այդ ուրախությունը որ Հիսուսը իմ մեջ է ու ես իր մեջ եմ ես ամենաերանելի մարդն եմ թեկուս մեռնեմ պիտի ապրեմ թեկուս այս աշխարհից վերցնե Աստված ես իր մեջ եմ ու ինքը իմ մեջ է ինքը հավիտյան է ու ես էլ իր հետ եմ հավիտենական դրա համար թող Տիրոջ անունը փառավորվի ինչ օրհնյալ է մեր Աստված որ այսպիսի մեծ սեր է տրել այսպիսի օրհնության կյանք է տվել մեզի որ մենք կարողանանք գնահատենք մենք կարողանանք գնահատել թե ինչ մարդ ենք եղել մենք եւ հիմա ով ենք եւ ինչպիսի հնարավորություն ունենք կյանք մտելու աշխարհի շատ միլիարդատերեր ու միլիոնատերեր կարող է իրանց ամբողջ ունեցվածքը ուզենան տան շատ մարդիկ եղել է տվել են դրել են բժիշկներին են տվել ամեն ինչ տվել են բժիշկներին ամեն ինչ տվել են բայց կյանք չեն գտել բայց Աստված ուզում է մեր սրտի մեջ եղած ամենաթանկ բանը որ դու տեսնում ես խանգարում է քեզի Քրիստոսին մոտենալ կամ այդ քանձը ունենալ պիտի կարողանաս վաճառես որպեսզի ունենաս Քրիստոս քո մեջ 14-րդ գլխի Հռոմեացիս 17-րդ խոսքն եմ ուզում կարդամ սիրելիներս որովհետև այստեղ գրված է վասնզի արկայությունը կերակուր ու խմելիք չէ, հապա արդարություն, խաղաղություն, խնդություն Սուրբ Հոգիով, քանզի եթե մեկը այս բաներով Քրիստոսին կծառայե, անիկա Աստծո հաճելի է ու մարդոց գովելի։ Փառք մեր Տիրոջը, ինչ է պետք մեզի, սիրելիներս, մեզի ինչ է պետք, ինչ երանություն ենք գտել, ինչ փառք ենք գտել մեր Տեր Հիսուս Քրիստոսից, որ մեր անարժան մեր մեղավոր, մեր թշնամի ժամանակը իրանից հեռացած, իրան ինքը մեզ համար անարգված, ինքը մեզ սիրեց, ինքը այդ ժամանակ, մեր թշնամի եղած ժամանակը իր որդին տվեց, մենք հիմա հաշտություն ունենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի կյանքով, իր թափած այրունով եւ իր շնորհքով մենք հավիտենական կյանք ունենք, դա միայն Աստծո այրան շնորհիվ է եղել եւ մարդուցից ոչ մեկին չի վայելուն այդ փառքը որովհետեւ ոչ էլ մեզանից է որ մենք լավ մարդ ենք դրա համար ենք արժան եղել այլ Հիսուս Քրիստոսի շնորհքն է հայտնվել թող Տերը փառավորի օրհնի ձեզ ամենիդ որ ձեր կյանքի մնացած օրերի մեջ սիրելիներս գրկերը քննեք Սա է մեր ճշմարտությունը, սա է մեր ճանապարհը, մենք պետք է սրանով գտնենք, սա մեր հայելին է, որի մեջ կարող ենք մեզ նայել ու մեր պակասությունները գտնել, տեսնել մեր պակասությունները, մենք կարող է համեմատվենք մեկի հետ, ասենք ես իրանից լավ եմ, ինչպես եղբայրը ասեց, փարիսեցին աղոթքի մեջ իրան բարձր էր տեսնում, բայց այն կուրծքը ծեծողը Տեր Հիսուս ասեց, այս մարդը ավելի արտարացած գնաց, որովհետև իրան մեղավոր կարծելով ինքը ավելի խոնարհվեց, որ ես անարժան եմ, բայց իրան փառավորողը, իրան բարձրացնողը, իրան լավ տեսնողին Աստված չընդունեց։ Նրա համար սիրելիներ քույրերս ու եղբայրներս, թող Աստված օրհնի ամենքից, պահի հավատարիմ, ես էլ Նիժնի Նովգորոդի ամբողջ եկեղեցու կողմից քաղցր ու ջեմ բարև եմ բերել ձեզի բոլորը գիտեն, որ եկել եմ ու իրանց սրտի մեջ խորը սրտանց բարև են տվել։ Տերը թող փառավորվի, ամեն։ Աստված օրհնի ձեզ։ Друзья, родные,
Սիրելի եղբայրներ, քույրեր, դուք գիտեք, որ մենք երևի բոլոր դեպք գիտենաք, անցյալ օրը մենք մի քանի օրով եղանք ճամբար եղանք եւ այդ ճամբարի պաշտամունքներին 3 օր համապահությամբ ես մի օրն էի երկու օր էի բայել, բայց եղբայրներ 3 օր մարդիկ եղան պահեցին լրիվ։ Տերը թողորտնե, որպեսզի մենք գնահատենք ոչ թե երկրավորը, ոչ թե մամնավոր, հապա ոչ թե ժամանակավոր, հապա հոգևոր եղբայրներ, քույրեր, նրանք ովքեր որ բավական մենք չենք եղել ճամբարում եւ նրանք ովքեր եկել էին ուրախացան իրար տեսնելով, նրանք որտեվ ոչ միայն իրար տեսնելով, այլ ամենակարևորը Աստծո հետ ունեցած հաղորդակցությունն է, որ մենք այնտեղ բոլորս էլ վայելում ենք։ Նաև մենք մասնակից ենք լինում դեղ եկեղեցու գործերին մեր անձնական հոգսերով, ամեն բան բերում ենք Աստծո հետ ունեցած հաղորդակցության մեջ Տիրոջ առաջ եւ ոչ ոք չկա, որ ճամբարից հանգարց հեռանա դգարացած։ Չկա մեկը, որ չունենա հանդիպում Տիրոջ հետ եւ չզորանա, որովհետեւ ինքը երբ որ մենք Տիրոջ հետ հաղորդակցում ենք, մենք մեր հույսը, մեր վստահությունը իրատեղում է լինում։ Մենք ավելի վստահ ենք լինում հոգևոր ճանապարհների մեջ։ Մենք ավելի վստահ ենք լինում մեր կյանքի օրերի համար, հոգևորի համար, հավիտենականի համար, ապագայի համար ավելի մեծ վստահություն եւ հույս է գալիս քո մեջ հետ, որտեղ Տիրոջ հետ դու հաղորդակցվում ես։ Եղբայրներ, քույրեր, եւ չկա մեկը, որ դետմաս գնա, որովհետեւ Աստված այնտեղ է։ Այստեղ այսքան ժողովուրդ կար, բայց այնտեղ Մոսկվայից այդքան շատ մարդ չկար, ինչի ուրիշ տեղերից գալիս են, բայց Մոսկվայից չեք գալիս։ Ես ասեմ, որ նրանք ովքեր մնացել են, նրանք ավելի շատ կորցրել են։ Ոչ թե իրանք շահել են, այլ իրանք կորցրել են, եղբայրներ, քույրեր։ Սկսած խորի անդամներից, որովհետև խորի անդամներն են այդ հարցում շատ տգար, քանի անգամ ես ասել եմ, բայց դուք ձեզ ավելի տգար կպայեք, քույր ջան։ Ինչ էլ որ մենք ստեղ գտնենք այդ մի երկրորդ մեջ, դա բոլորը գնալու է, բայց ինչ որ Տիրոջից ստանանք, դա հավիտենական է, նոր երգը երգեցիք սիրելիներ, երգը նոր երգվեց դուք եւ ձեզի ինչ է մի բան էլ հարցնեմ, մեր Տիրոջ ավետարանը ուրախության ավետարան է, թե տխրության ավետարան է։ Եղբայրներ, քույրեր, մեր Աստվածը բարի է, թե չար է։ Մեր Աստվածը բարության Աստված է, եւ նրա բարության մեջ երբեք չարություն չկա, ինչպես ավետարանը վկայում է, որ Աստված լույս է, նրա մեջ բնավ խավար չկա, Տովանու առաջի թղթի մեջ է։ Եվ կյանքը նրանով էր, եւ կյանքը մարդկանց լույսն էր, եւ լույսը խավարի մեջ կլուսավորեր։ Դա մեր խավարը չի լուսավորում, եղբայրներ, քույրեր։ Ոչ թե Աստված ինչ որտեղ չարի, ինչ որ մեր չարի կամ մեզ այդ խնդիրները ստեղծում Աստված, այլ մեր միջի եղած չարությունն է, տգարությունն է, անհավատությունն ու երկմտությունն է մեր կյանքում խնդիրներ առաջացնում։ Բայց դրանք ում արած հակառակ Աստված ասում է, ամեն բան բարիով գործակից է անոնց, որոնք որ ճշմարտապես Աստված կսիրեն եւ անոր նախասահմանությունով կանչված են։ Երևի վաճու եղբոր խոսքներ էր այդ ուղղությամբ, եղբայրներ, քույրեր, որ կնեն բաներ եւ մենք պետք է հասկանանք եւ զգանք, որ Աստված մեզ չի անտեսել, Աստծո մեջ միայն բարություն է եւ Աստծո մեջ միայն ուրախություն է։ Դա մեր մեջ է տխրությունը, եղբայրներ, քույրեր։ Եղբայրները հիշեցին, եղբայրներ, քույրեր, Մաքսավորի վերաբերյալ, Մաքսավորը սիրներ, ինքը խոնարհվեց Աստծո առաջ, խոնարհվեց։ Եվ մենք երբեմն մտածում ենք, որ Աստված մեզ չի լսում, ինչի համար, որովհետև մեր մեջ մեղք կա։ Ինչի համար մենք մտածում ենք, գիտակցում ենք, որ մեր մեջ մեղք կա, բայց քայլ գցել ապաշխարության եւ զղջման մենք չենք ուզում, եղբայրներ, քույրեր։ Եվ համակերպվում ենք դրա հետ, մնալով տխրության մեջ, մնալով Տիրոջից հեռու, եղբայրներ, քույրեր, առանց Տիրոջ ներկայությունը վայելելու, Տիրոջից անկախ կարծես թե առանձին ապրելով։ Եվ որ մեզ երկնավոր Հայրը մեր հոգիների փրկիչը իր կյանքը տալով կամեցել է, որպեսզի մենք իր հետ քայլենք, եղբայրներ, իր հետ դինենք, իրանից ստանանք, իրանից առնենք, եղբայրներ, քույրեր, անսահմանորեն առնենք, եղբայրներ, քույրեր, ու ոչ թե սահմանափակ, այն ոչ թե մենք ինչ որ քննենք, կխորենք կամ կմտածենք, այլ ավելին
մեր խնդրածից էլ, մեր մտածածից կամ խորածից էլ միշտ ինքը ավելին է տալիս։ Միշտ ինքը ավելին է տալիս, սիրելի եղբայրներ, քույրեր։ Այդ մենք ենք, որ չենք վերցնում, որովհետև թամբալություն ենք անում։ Կները կարդարության ես, որովհետև թամբալություն ենք անում, ինչպես նոր նշեցի ճամբարի հարցում, եղբայրներ, քույրեր։ Ես ուզում եմ կարդալ Աստծո խոսքից երկու տեղ հրավիրելու համար աղոթքից, որովհետև գիտեմ, որ ժամանակը ուշ է։ Մեր Տեր Հիսուսը հենց ինքը սերներ, ամեն բան անում էր եւ խոսում էր նրա համար, որովհետեւ մենք տխուր լինենք, թե ուրախ լինենք սերներ։ Նա ուզում էր, որ շատ էր ուզում, որ մենք միշտ ուրախ լինենք։ Տեսեք ինչ ասում։ Բայց այն մարդը, որը մեղավոր է, նրա մեջ ուրախություն լինել չի կարող։ Մարդը, որը մեղավոր է, իր մեջ ուրախություն լինել սիրելի եղբայրներ, քույրեր, չի կարող։ Նա չի կարող ուրախանալ, չի կարող վստահել, նա չի կարող հուսալ։ Նրա մեջ մեղք կա, այդ մեղքը նրան ծածկում է Հիսուս Քրիստոսի, բաժանում է եղբայրներ, քույրեր, բայց մենք ունենք Աստված։ Մենք ունենք Աստված, եղբայրներ, քույրեր։ Դու մեղքի գործես, բայց գոնե խոնարհվի էլ։ Գիտենալով, որ մեղավոր ես, խոնարհվի։ Այստեղ կա մեկը, որ մեղավոր չի, եղբայրներ, քույրեր։ Եղբայրները խոսացին են սկզբից խոնարհվելու վերաբերյալ։ Վաչոյի խոսքը դրան կվերաբերեր, որպեսզի հանգիստ գտնես։ Դու հանգիստ չես գտնում, որովհետև չես ուզում խոնարհվել։ Դու մեղքի թողություն չես ստանում, քո մեջդ պահելով այդ մեղքը չխոստովանվելով, այդ մեղքը կարծես թե քեզ համար թանկագին է, չես ուզում նրանից հրաժարվել, որովհետև չես ուզում կոտրվել եւ խոնարհվել։ Ինչպես մաքսավոր է, եղբայրներ, քույրեր։ Եթե դու տգարության մեջ ես, եթե դու այսօր տխրության մեջ ես եկել այստեղ, գիտես որ Աստված քեզ սպասել է։ Նա կամեցել է, որ դու գաս եւ նա քեզ սպասել է, որպես դու կոտրվես իր համար առջև եւ ասես այդ խոսքերը։ Մեղավորին ճարես ասում է, իր աշկերտ երկինք չեր ուզում վերցնել։ Կարդամ այդտեղ ասում է, իսկ մաքսավոր հեռուն կանգնել էր ու չեր ուզեր իր աչքնալ երկինք վերցնել, հապա իր կուրծքը ծեծելով կսեր, Աստված ողորմ է ինձի մեղավորից։ Ու երբ որ դու սրտանց եւ անկեղծ լինես այդ վիճակիդ մեջ, Աստված քո խոնարհությունը, քո զղջումը, քո ապաշխարությունը կընդունի, ու դու գտնես Տիրոջը նրա հետ գտնելով ուրախություն, նրա հետ գտնելով արտարություն, նրա հետ գտնելով մխիթարություն եւ նրա մոտ գտնելով բժշկություն եւ կյանք։ Մենք նոր համբարձում եղբայրը շեշտեր, որ մենք ամեն բան կենենք մարդիկ գիտենք, դա հարգելի է, որ երեխեն իր տունն է ծախե իր ծնողի առողջության համար, երեխեք կան, որոնք պես բանը շատ են երել։ Չունին փող, մարդը իր տունը գտնե իր ծնողի առողջության համար, բայց կյանք տվողը Տերն է։ Իսկ Աստված մենք մեր ամեն բան կենենք մեր երկրավոր առողջության համար, բայց երկնավոր կյանք տվողը, երկնավոր կյանքի մասին քիչ կմտածենք։ Երկնավոր կյանքի համար, որովհետև փոխհատուցել ամենակարող Տեր Հիսուսը, Աստված է փոխհատուցել եղբայրներ, քույրեր, եւ մենք այդ փոխհատուցումից հեռու ենք, ով կարող է իր կյանքի հետ մենք երկրավոր կյանքի կինը չենք կարող վճարել, ինչպես կարող ենք հավիտենականը վճարել, բայց Աստված մեզ ծրիապես հավիտենական կյանք է տալիս ու ավաղ շատերը չեն ուզում գալ, ավաղ շատերը չեն ուզում խոնարհվել իրանց եսից, իջնել, խոնարհվել, կոտրվել եւ ստանալ։ Քեզ պետք է խոնարհով ուզում ես սերվի, եթե դու տխուր ես, դու տրտում ես, եթե հույսը վստահությունը պակաս է, դու եկել ես Տիրոջմով, Աստված է հույսի աղբյուրը, ուրախության, մխիթարության եւ զորության, կյանքի եւ օրհնության աղբյուր Աստված է։ Տեսեք Տեր Հիսուսը ինչ է ասում։ Նույնիսկ Պողոս Արաքյալը սերներ, այդքան բաներ էր անում, գործեր էր կատարում, բայց մենք գիտենք, որ այն աղոթքը, որ ինքը կատարում էր նախքան ապաշխարելը, եղբայրներ, քույրեր, Քրիստոսին հանդիպելը, այդ աղոթքը ոչինչ եղել եւ Աստված չի ընդունել, որովհետեւ նա չի կատարվել Հիսուսի անունով։ Իսկ մենք ամեն րոպե իրավունք ու հնարավորություն ունենք Քրիստոսին մոտենալու իրան, եղբայրներ, քույրեր։ Այն ինձ մեր բամը պիտի չհասնեք, ճշմարտ կսեմ ցեզի, Հովանու ավետարան 16-րդ գլուխ 23-րդ խոսք։ Ճշմարիտ կսեմ ցեզի, թե իմ անունովս ինչ որ խնդրեք, հոր մեն պիտի տա ցեզի, մինչև իմ անունովս բամը չխնդրեցիք,
Խնդրեցեք ու պիտի առնեք, որպեսզի ձեր ուրախությունը լմանը լա։ Հիմա Տեր Հիսուսը մեր ուրախության մասին մտածում է, թե չէ սիրներ։ Տեսնում եք այնքան է մտածում, որ ասում է, իմ անունով չեք խնդրել, մինչև հիմա խնդրեք ու պիտի առնեք։ Նա ուզում է, որպեսզի մեր հույսը ավելացնի։ Այս խոսքերով նա մեզ հույս է տալիս, վստահություն է տալիս, ուրախություն է տալիս եղբայրներ քույրեր, ապագայի նկատմամբ վստահություն, որը մարդկությունը բացարձակապես կորցրել է, եղբայրներ քույրեր։ Իր մեղքի պատճառով ինքն ընկել է տուփիկ, եղբայրներ քույրեր, բայց կյանք տվողը ամեն ինչ բացող այդ ամենակարող Աստված է։ Ես մի քիչ արագ եմ խոսում, որովհետև ժամանակի պատճառով ուզում եմ երկու միտք ասել եղբայրներ քույրեր։ Եվ ասում եմ ինչի իմանուս, բամը խնդրեցեք ու պիտի առնեք, վստահություն է տալիս, հավատք է տալիս, հույս է տալիս, որ պիտի առնես, խնդրե իր անունով։ Եվ քո ուրախություն, որպեսզի ասում ես բաները կսեմ, որպեսզի քո ուրախությունը կատարյալ լինի։ Լման, այսինքն կատարյալ եղբայրներ քույրեր։ 17 համարի մեջ եղբայրներ ջան, խնդրեմ գցեք 18-րդ գլխի մեջ, քենց կողքն է գրված եղբայրներ քույրեր, իմ մոտս նույն երեսի վրա է, ասում է 18-րդ գլուխ 13-րդ խոսք։ Անիմաց եզի կուգամ, աշխարհի մեջ այս բաները կխոսին, որպեսզի իմ ուրախությունը իրենց անձերի մեջ կատարյալ լա։ Աստծո ուրախությունը Աստված ուզում է, որ մեր անձերի մեջ կատարյալ լինի։ Դրա համար չարժոր խոնարհվենք եղբայրներ քույրեր։ Վարդան ջան, այժմ չէ, արժոր խոնարհվենք, արժոր իրան ընդունենք, արժոր իր սերը վայելենք, իր սիրուց ուրախություն կբխե, տխրություն չկա, ասում է չարություն չկա, եւ Տեր Հիսուսն ինքն ասում թե մի աղբյուրից երկու ջուր չի բխե, քաղցր ու տառը ջուր չի բխել, իրանից միայն բալին, քաղցրը, ասում է ճաշակեցեք ու տեսեք թե Աստված քաղցր է, բալի եղբայրներ քույրեր, ճաշակեցեք, մի քեթ կայնի, մյուս անգամ ճամբար արեք ժողովրդյան։ Ուրեմն ուրախությունը նաև պատվեր է, եղբայրներ քույրեր։ Ուրախությունը նաև պատվեր է, Աստված ուզում է, որ պատվեր է տալիս ուրախ լինելու համար։ Այդ էլ կարդամ, այդ երկու համարն է կարդամ։ Ֆիլիպպեցիս թուղթ 4-րդ գլուխ, եղբայրներ ջան, այստեղ էլ ուշադիր եղեք, Ֆիլիպպեցիս 4-րդ գլուխ 4-րդ խոսք։Եցինեմ 4-րդ խոսք։ Ուրախ եղեք, Տիրոջմով ամեն ատեն դարձակսեմ, ուրախ եղեք։ Պողոս Արաքյանը Ֆիլիպպեցիս եկեղեցում կրում է դարձակսեմ, ուրախ եղեք, դարձակսեմ ձեզի ուրախ եղեք։ Հիմա ձեզի մի բան ասեմ, մարդկային խելքով լրիվ անունալ բան կսե, չէ՞։ Ոնց կարող է ուրախ եղնել։ Մարդը ամեն ատեն կրնա ուրախ եղնի։ Բացարձակ անհնարին բան է, բայց Տիրոջմով ամեն բան հնարավոր է, այն որ մարդու կողմից անհնար է, Աստծո կողմից ամեն բան հնարավոր է։ Եղբայրս քույրս հետ այսօր դու տխրած ես եկել, Աստված քեզ պատվեր է տալիս, կարող ես ուրախ լինել։ Եթե իհարկե Քրիստոսին ընդունել ես, եթե իհարկե Քրիստոս քեզ հետ է, եթե քո ուրախությունը երկնքից է ու ոչ թե երկրի վրայի բաներով է, հաբա երկնքի հետ է կապված քո ուրախությունը, դու կարող ես հենց այս պահից ակնթարթից սկսած Այս ակնթարթից սկսած ուրախ լինել։ Մյուս համարն էլ ուրախության համար կարդամ, տեսեք պատվեր է տալիս նույնիսկ։ Այդ պատվերը պահելը կրնանք մենք, առանց Հիսուսի չենք կրնա, եղբայրներ քույրեր, բայց եւ որ թե Հիսուս մեր մեջ լինի, մենք այդ ուրախության պատվերն ենք պահենք, որ ուրախ լինենք։ Առաջի Թեսաղոնիկեցիս 5-րդ գլուխ 17-րդ համար։ Անդադար ներողություն 16 ամեն ատեն ուրախ եղեք անդադար աղոթք կրեք ամեն բանի մեջ գոյություն տվեք ինքը շեշտում է սկզբից ասում է գծեցին ասում է ամեն ատեն ուրախ եղեք հետո կսե անդադար աղոթք կրեք եւ ամեն բանի մեջ գոյություն տվեք սրանք իրար հետ կապված են եղբայրներ քույրեր սա առանց քարոզ է ժամանակ չունին դրա վրա կանգնելու որովհետեւ մենք ուղղակի գիտենանք ուրախություններն ամիջականորեն կապված է Տիրոջ հետ աղոթքի կյանքից։ Ամեն անդադար աղոթք կրեք, անդադար ուրախ եղեք, այսինքն ամեն ատեն անդադար աղոթք կրեք եւ ուրախ եղեք կարելի ասել եւ ամեն ինչի մեջ գոյություն տվեք։ Այդ ժամանակ ուրախ կեղնեք։ Ուրեմն սերներ, նաեւ ձեզ ասեմ ուրախությունը, գիտեք ուրախության պակասությունը, տխրությունը մեր մեջ ինչից է, անօրինությունից է, եղբայրներ քույրեր։
որ մարդու մեջ մեղք եւ անօրություն կա։ Դրա համար մարդը, բայց Տեր Հիսուս եկա, որպեսզի մեր անօրությունը վերցնե։ Եվ Տեր Հիսուսի ուրախությունն էր բոլորից առաջ ամենքից բոլոր մարդկանցից, ինչքան որ մարդ եղել է Ադամից սկսած մինչև հիմի, դրանց բոլորի մեջ ամենաուրախը եղել է Տեր Հիսուս Քրիստոսը, որովհետև նա կատարել է Աստծո բոլոր կամքը, որովհետև ինքը կատարել է մարդկության փրկության գործը, կյանքի փրկության եւ ուրախության համար։ Դրա համար ամենաշատ ուրախ եղել է մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Ուզում եք ասեմ այդ մասին, գրված է եղբայրներ քուրես է կարդամ ու վերջացնեմ։ Ու թագավորության այդ գավազանը ուղղության գավազանը 45-րդ Սաղմոս 6-րդ խոսք Սաղմոս 45-6-րդ Քու թագավորության գավազանը ուղղության գավազան է արտարությունը կսիրես ու անօրությունը կատես անոր համար ով Աստված քու Աստվածը ուրախության յուղով քեզ օծեցի քո ընկերներդ ավելի տեսնում եք ուրախության աղբյուրը երկնքից է եւ արտարությունով է պայմանավորված Նա երկնքից է պայմանավորված է միայն Հիսուսի արտարությունով, ոչ թե մեր արտարությունով։ Մեր արտարությունով մենք կտեղնենք, մեր արտարությունով կգնենք, մեր արտարությունով կհեռանանք, բայց Տեր Հիսուսի արտարությունով, որ մենք ստանում ենք այսօր ամենքս, մենք կուրախանանք եղբայրներ քույրեր։ Մեծագույն հավիտենական ուրախություն պետք է լինի նրանց, եւ այդ մասին ավետարն ասում է, նրանց ասում է Մուխի տեղ Եզի կդնեմ այդ տեղը կդնեմ շուտ կդնեմ Սիոնի սգավորները որոշելու անոս մուխիրի տեղ պարկ Սուգի տեղ ուրախության յուղ ու կոդրած հոգի տեղ գովության պատմության տալու։ Սերներ, ուրեմն ոտքի կանգնենք երկելու համար, մեր Վարուժան եղբորը խնդրենք թող ինքը Երուսաղեմ արտարության երկե, որը անձամբ իր այլ գրած երկն է, սերներ։ Ես երբեք չեմ եղել իմ տան մեջ Եվ երբեք չեմ տեսել իմ աչքով Բայց հաճախ կարոտով եմ տենչում Եվ հոգիս դեպի տուն Դեպ երկինք է կանչում Երուսաղեմ արդարության Երուսաղեմ խաղաղության Երուսաղեմ ուրախության Երուսաղեմ արդարության Երուսաղեմ խաղաղության Երուսաղեմ ուրախության Երուսաղեմ Ես երբեք չեմ եղել իմ քաղաքում Չեմ տեսել ճաճանչները անգին քարերի Բայց ահա Թախիցն է սիրտս պատում Կարոտած իմ հոգի միշտ այնտեղ է ձգտում Երուսաղեմ արդարության Երուսաղեմ խաղաղության Երուսաղեմ ուրախության Երուսաղեմ արդարության Երուսաղեմ խաղաղության Երուսաղեմ ուրախության
Երուսաղեմ Մենք բոլորս սպանդուխտներ եւ օտարականներ ենք այս երկրի վրա։ Եկեք միշտ որոնենք հավիտենականը, մնայունը, թող Տիրոջ հոգին մեզ մղի հավիտենականն, Աստծո ժողով։ Չափսոսանք է ժամանակը, որ ինչպես եղբայրները հիշեցրին մեզ, իրար սիրենք, իրար հետ միաբան լինենք եւ միասին, որպես Քրիստոսի մարմինը, պատրաստ լինենք հավիտենական կյանք մտնելու։ Ամեն։ Օրհնյալ ամեր Տերը։ Երբ անդուտ այս կյանքից կգավեր Ես այն ժամ կլինեմ իմ տան մեջ Կշրջեմ մշտալուց ոսկեղեն քաղաքում Ուր գարան հետ հավեր Սուրկույսեն են շրջում Երուսաղեմ արդարության Երուսաղեմ խաղաղության Երուսաղեմ ուրախության Երուսաղեմ արդարության Երուսաղեմ խաղաղության Երուսաղեմ ուրախության Երուսաղեմ